Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցեր, անդրադարձել գործակցությանը էներգետիկ եւ առևտրատնտեսական ոլորտներում։ Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հանրապետությունում էներգետիկ անկախության ամրապնդումը մշտապես եղել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության առանցքում, ազգային ժողովում ասել է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, եւս 16-ը գտնվել են կառուցման փուլում։ Կառուցվող փոքր հեկերի գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հեկեր, 467 մեգավատ գումարային հզորությամբ, զեկուցել է Մեսրոպյանը։ Անդրադառնալով արևային էներգետիկայի ոլորտին, հանձնաժողովի նախագահ նշել է, որ հանրապետությունում գործել են 72 արևային էլեկտրակայաններ, եւս 47-ը գտնվել են կառուցման փուլում, ներառյալ 55 մեգավատանոց Մասրիկ 1 արևային կայանը, որի շահագործման թույլտվությունը հանձնաժողովը տվել է մայիսի 14-ին։ Կառուցվող էլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 119 արևային էլեկտրակայաններ, 577 մեգավատ գումարային հզորությամբ, ասել է նա։ Մեսրոպ Մեսրոպյանը միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը որևէ պլանային անջատում իրավունք չունի իրականացնել առանց նախապես բաժանորդներին զգուշացնելու։ Եթե կան այդպիսի փաստեր, դրանք հանձնաժողովի կողմից ենթակային ուսումնասիրման ու տվյալ ընկերության նկատմամբ համապատասխան տույժեր կիրառելու, բայց քանի որ հիվանդանոցները համարվում են առաջին կարգի սպառողներ, ճիշտ կլինի, որ իրենք ունենան ոչ միայն երկրորդային սնուցում, այլև դիզելային գեներատորներ, ասել է Մեսրոպյանը։ Գյուղարտադրանքի ծավալների երկնի շարժ առաջին եռամսյակում վիճակագրական կոմիտեի տվյալով հունվար-մարտին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 97 միլիարդ 469 միլիոն դրամ, աճը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ 10.5% է։ Դրական ցուցանիշին էականորեն նպաստել է բուսաբուծության արտադրանքի 53.5%-ով ավելացումը, անասնաբուծությունը 2.5%-անոց աճ է գրանցել։ Առաջին եռամսյակը սովորաբար գյուղատնտեսության առումով ակտիվ շրջան չի համարվում, ընդգծում են մասնագետները։ Հավելում, արձանագրված արդյունքների հարցում էական դեր ունեն ջերմատները։ Տարեստարի ավելանում են պաշտպանված գրունտի կառույցները եւ ոչ միայն ծավալային առումով, ուրախալի է նաեւ, որ մենք ունենք նաեւ հայ-տեխ բարձր տեխնոլոգիաներով պաշտպանված գրունտի կառույցներ եւ որը նաեւ ենթադրում է արտադրական մեծ ծավալներ։ Եվ այս սեզոնի համար հիմնականում այն կապված է կարգավորվող միջավայրում գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության եւ դրանց բերքի ծավալների ավելացման հետ։ Գյուղոլորտի ակտիվացմանը էականորեն նպաստում են պետական աջակցության ծրագրերն ու դրանց շարունակականությունը, շեշտել են մասնագետները։ Պետական աջակցության ծրագրերը անմիջական ազդեցություն ունեն եւ ցանկատարությունների ավելացման, եւ բերքի ծավալների ավելացման եւ բերքի որակի ավելացման առումով, եթե մենք նոր տեխնոլոգիաներ, ինովացիոն տեխնոլոգիաները կիրառում ենք գյուղատնտեսական արտադրությունում, մենք բոլոր կողմերից բարելավում ենք արտադրությունը։ Որ զինվորական ծառայությունից զորացրվածներն ավելի հեշտ գտնեն աշխատանք, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 22 թվականից աջակցման ծրագիր է իրականացնում։ Ուսումնասիրությունները փաստում են, որ զինվորական ծառայությունից վերադառնալիս մարդիկ աշխատաշուկայում ինտեգրվելու խնդիր են ունենում։ Պատճառները մի քանիսն են՝ գիտելիքի պակաս, ստացած ուսումը նորացնելու կամ փորձ ձեռք բերելու անհրաժեշտություն։ Ծրագիրն ունի 3 բաղադրիչ, առաջին բաղադրիչն ուսումն է։ Գործատուն եւ աշխատողը միասին են որոշում, որ սկզբից որտեղ սովորել, ինչ սովորել, որ գործատուն հետո պարտավոր լինի աշխատանքի վերցնել։ Պետությունը իր կողմից ուսման ծախսն է փոխհատուցում 5 ամսվա, յուրաքանչյուր ամիսը մինչև 50,000 դրամ եւ նաեւ կրթաթոշակ է տալի, դա գալիս է մոտ 32,500 դրամ։ Դրանից հետո գործատուն պարտավոր է կնքել աշխատանքային պայմանագիր, իսկ պետությունը գործատունին մինչև 50,000 դրամ եկամտահարկի փոխհատուցում պետք է տրամադրի։ Երկրորդ բաղադրիչն ընտրելու դեպքում շահառուն ձեռք է բերում աշխատանքային փորձ եւ անցնում աշխատանքի։ Այս պարագայում կնքվում է մի տարվա աշխատանքային պայմանագիր, քանի որ պրակտիկան դա արդեն աշխատանքային հարաբերություններ են ըստ օրենսդրությամբ եւ պետությունը այս պարագայում գործատուին տալիս է գումար, որի միջոցով գործատուն արդեն աշխատավարձ է վճարում մեր շահառուին։ Գումարների չափը կուզենա նշել, դա նվազագույն աշխատավարձի չափով գումարն է եւ հարկերը։ Ընդհանուր գալիս է մեր մոտ 100,000 դրամ։ 3 ամսվա մասին է խոսքը։ Այս ամենից հետո 9 ամիս հարկի փոխհատուցում է տրամադրվում մինչև 50,000 դրամ։ Երրորդ բաղադրիչն ընտրելու պարագայում անձը միանգամից անցնում է աշխատանքի, ինչի համար գործատուին տրամադրվում է 300,000 դրամ պայմանով, որ աշխատանքային հարաբերությունները տևեն առնվազն 12 ամիս։ 2022-ին 278 շահառու է եղել, 23-ին 526, 24-ին 321, իսկ այս տարի առայժմ 75, սակայն նախատեսվում է 500 երիտասարդի համար գտնել աշխատանք։
Կենսաբազմազանության միջազգային օրվան ընթառաջ Սևանի իշխան ընկերության Կարճախփյուրի մանրաձկան գործարանում աշխատաժողով է։ Ձկնաբուծության եւ ձկանկերի արտադրության ոլորտում մասնագիտացած հոլանդացի գործընկերների հետ քննարկում են Հայաստանում ձկնաբուծությանը, մասնավորապես Սևանի իշխանի պաշարների բնական վերականգնմանն առնչվող հարցեր։ Յուրաքանչյուր տարի Սևանի իշխանի մանրաձկան բաց թողումը լիճ նպաստել է այս ձկնատեսակի պաշարների ավելացմանը, սակայն իշխանի վերարտադրության համար կենսական նշանակություն ունեցող գետերի աղտոտվածությունն ու սակավաջրությունը շարունակում են մնալ բնական պաշարների ավելացման հիմնական խոչընդոտները։ Աշխատաժողովի մասնակիցները շրջայց են կատարել գործարանում, որտեղ կատարվել է մանրաձկան միջին քաշի որոշում, ապա իրականացվել է մանրաձկան բաց թողում Սևանալիճ։ Փորձեցինք շնորհակալություն հայտնենք Սևանալիճից, Սևանալիճ բաց թողելով 36000 հատ Գեղարքունի իշխանի կենսունակ մանրաձուկ, որոնց միջին զանգվածը շուրջ 25 գրամ էր։ Հույսով եմ, որ բաց թողած մանրաձկները շուտ կադապտանան, կենսապայմաններին կհարմարվեն։ Նախատեսված է մինչև տարեվերջ լիճ բաց թողնել Սևանի իշխանի Գեղարքունի եւ ամառային ենթատեսակի 820,000 հատ մանրաձուկ։ Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում նոր կրթահամալիր է կառուցվում։ Շինարարությունը սկսվել է անցած տարվա սեպտեմբերին։ Նորակառույցում լինելու է 144 աշակերտի համար նախատեսված դպրոց եւ 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, ինչպես նաեւ մարզասրահ, դահլիճ, ապաստարան, դրսում բարեկարգ բակ, խաղահրապարակ, նոր ֆուտբոլային մարզադաշտ։ Լուսաձորի կրթահամալիրը կառավարության 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագրով Տավուշի մարզում նախատեսված 5 կրթահամալիրներից մեկն է, իսկ նոր կառուցվող դպրոցների թիվն անցնում է տասնյակից։ Կունենանք լրիվ նոր կառուցված 18 դպրոց, մանկապարտեզների թիվը նոր կառուցվող կլինի 3-ը, բայց բավականին մեծ քանակությամբ մանկապարտեզներ են վերանորոգվել, ինչպես նաև դպրոցներ կվերանորոգվեն, կհիմնանորոգվեն։ Նաև մեկնարկել է Սև Քարի դպրոցի շինարարությունը, այս պահին հողային աշխատանքների մեջ են։ Ունենք լավ ընթացքի մեջ գտնվող շինարարություններ, դա Լուսաձորի կրթահամալիրն է եւ Բագրատաշենի դպրոցը, մեկնարկել է Այրումի, Պտղավանի շինարարությունները եւ շուտով կունենանք նաեւ Նավուր գյուղի մոդուլային դպրոցը, Այգեծորում էլ պետք է կառուցվի նոր դպրոց։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $60.43 ցենտ։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $63.63 ցենտ։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.3%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3255։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.1%-ով եւ կազմել մեկ հատի համար $104,040։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 14-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 387 դրամ 99 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 435 դրամ 64 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 83 լումա։